Ես կարծում եմ հատուկ էր տեսախցիկներում հայտնվել Կտրիչ Ներսիսյանը հենց առավոտ շուտ, այսպես առավոտ կանող, կարծեմ մեր տեխնատուից նույնիսկ շուտ էր հայտնվել ընտրատարածքում ընտրելու եւ ցույց տալու, որ տեսեք ես քայլ եմ անում, դուք էլ հետևեք ինձ եւ բնականաբար ընդդիմադիր դաշտը լցվեց իր լուսանկարներով, որպեսզի կարողանա ինչ-որտեղ ընտրությունների արդյունքների վրա ազդել, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է եւ բնականաբար նրանք որևէ անհարմար հարց չէին ուղղի Կտրիչ Ներսիսյանին, մենք բազմիցս համոզվել ենք, որ թե նախկինների դեպքում բերում են հարմար լրագրողների, որոնք կտան հարմար հարցեր, որոնց պատասխանները նրանք ունեն, ու վերջերս էլ անընդհատ խոսույթ է տարածվում, թե լրագրողների հանդեպ ինչ որ գուցե գործեր լինեն, գուցե լսում եմ էլի, որ անընդհատ ուզում են այո պաշտպանել, ճիշտն ասած, դե պաշտպանելու որևէ կարիք չկա, որովհետև երբ որ լրագրողը դուրս է գալիս իր լրագրողական աշխատանքի շրջանակներից եւ դառնում է արդեն քաղաքական, այսպես աշխուժակ, այսպես ասեմ, սկսում է քաղաքական ինչ-որ գործունեություն ծավալել, բազմիցս տեսնում ենք, որ լրագրողը էլ ավելի հարց տվողից, ով որ ընդդիմադիր քաղաքական գործիչ է, ավելի ուժեղ ընդդիմադիր է դառնում, նույնիսկ իր հարցով, պատասխանով եւ այլնով ամբողջությամբ իր հարցին ու պատասխանին, այսինքն դուրս են գալիս իրենց լրագրության շրջանակից, հետեւաբար բնականաբար արժանանում են նաեւ մեր քաղաքական գնահատականին, ինչի առումով մի տեսակ էլ կարծես հիմա էլ իրանք են ուզում ցենց պաշտպանվեն, այսպես ինչ որ քողի տակ մտնեն, ասեն, տեսեք, բանա մեր գուցե մեզ էլ հերթ հասնի